Սկզբից էր բանը, և բանը Աստծո մոտ էր, և բանը Աստված էր։ Նա սկզբից Աստծո մոտ էր, ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է, կյանքը նրանով էր, և այդ կյանքը մարդկանց համար լույս էր։ Եվ լույսը խավարի մեջ լուսավորում էր, և խավարը նրան չնվաճեց։ Կար մի մարդ Աստծուց ուղարկված, նրա անունը Հովհաննես։ Սա եկավ, որպեսզի վկայի լույսի մասին, որ բոլորը նրա միջոցով հավատան։ Ինքը լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի լույսի մասին։ Այդ լույսն էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ։ Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով եղավ, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Նրանց, որոնք իր անվանը կհավատան։ Նրանք ոչ արյունից, ոչ մարմնի կամքից, ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին։ Եվ բանը մարմին եղավ, և բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը նման այն փառքի, որ Հայրն է տալիս միածնին, լի շնորհով և ճշմարտությամբ։ Հովհաննեսը վկայում էր նրա մասին, աղաղակում և ասում. «Սա է, որի մասին ասացի, նա, որ իմ ետևից է գալիս, ինձանից մեծ եղավ, որովհետև ինձանից առաջ կար»։ Մենք բոլորս նրա լիությունից ստացանք շնորհ, շնորհի փոխարեն, որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։ Հովհաննու ավետարանի սկիզբն է։ Սկզբում էր բանը, և բանն Աստծո մոտ էր, և բանն Աստված էր։ Բանը, Աստծո խոսքը, մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Հետո ասում էր կյանքն էր նա, նրանով էր կյանքը, հետո ասում էր լույսն էր նա, առանց նրա լույս չկա աշխարհի մեջ, և ասում է ովքեր հավատացին նրան, իշխանություն տրվեց Աստծո որդիներ լինելու։ Ասում է լույսն աշխարհի մեջ էր, բայց մարդիկ չճանաչեցին այդ լույսը, բայց ովքեր ճանաչեցին և հավատացին, Աստծո որդիներ լինելու իշխանությանը, շնորհին արժանացան։ Այսօր Սուրբ Հարության տոնի հաջորդ կիրակին է, և Հարության տոնի մեջ ենք, այսպես պիտի շարունակվի 50 օր, արդեն ասել ենք, 50 օր Սուրբ Հարության տոն է, Քրիստոս հարյավ իմեռելոտ, և այս կիրակին կոչվում է կրկնազատիկ, մեր եկեղեցին այդպես է կոչում, կրկնազատիկ է անվանում։ Ուրեմն Շնորհք Պատրիարքն ասում է, որ արևելյան եկեղեցիներում, այդ թվում նաև մեր եկեղեցում, այս կիրակին կոչվում է նաև նոր կիրակի։ Արևմտյան եկեղեցում այս կիրակին անվանում են սպիտակ կիրակի։ Այս բոլոր անունները իրար հետ փոխկապակցված են։ Այսինքն հարություն է, նորից զատիկ է, նորից հարություն է, և Քրիստոսի հարությունից հետո ամեն օր զատիկ է, որտև Քրիստոսի հարությունը իրականություն է աշխարհի մեջ, անընդհատ կենդանի իրականություն է։ Ոչ թե մի դեպք է, որ եղել է սրանից շուրջ 2000 տարիներ առաջ ու այդ դեպքը լրացավ, վերջացավ, չէ, Քրիստոսի հարությունը շարունակական է աշխարհի մեջ։ Քրիստոսի հարությունը ներկա է միշտ, երբեք անցյալ չի դառնում։ Ներկա իրողություն է։ Եվ այս կիրակին նոր կիրակի կոչելով հայրերը ասում են, որ Քրիստոսի հարությամբ տիեզերքը նորոգվեց, նոր դարձավ։ Քրիստոսի առաքելությունը հենց դրա մեջ էր։ Աստված երկնքից իջավ երկիր մի նպատակի համար, որպեսզի մեղքով մեռած մարդկությանը, մեղքի մեջ թաղված տիեզերքը նորոգի,
նոր դարձնի, վերակենդանացնի, կյանք պարգևի, հարություն պարգևի։ Քրիստոսի հարությունը միմիայն դրա համար էր։ Եվ նոր կիրակի կոչելով հենց այս խորհուրդն է, որ Քրիստոսի հարությամբ ամբողջ տիեզերքը պիտի նորոգվի։ Բայց տիեզերքի նորոգությունը սկսում է իմ նորոգությունից։ Առանց իմ նորոգության ոչ մի բան չի նորոգվելու աշխարհի մեջ։ Այսինքն մենք պիտի նորոգվենք։ Եվ այս մասին Աստվածաշունչը շատ է խոսում։ Ասում է Պողոս առաքյալն ասում է ոչ թլպատությունն է մի բան, ոչ անթլպատությունը։ Բայց ի՞նչն է կարևոր։ Նոր մարդ լինելը, Քրիստոսով նոր մարդ լինելը, նոր մտածելակերպով, նոր հայացքով աշխարհին, նոր նպատակներով, նոր ձգտումներով, նոր մղումներով, որը տարբեր է այս աշխարհի մտածելակերպից, այս աշխարհի մղումներից, այս աշխարհի ձգտումներից, այս աշխարհի բոլոր մղումները, ձգտումները, իղձերը, փափագները ունայն են։ Դրա համար մեծ իմաստուն Սողոմոնն ասում է ունայնություն ունայնության։ Եվ մարդը ցավոք սրտի այս բանը հասկանում է միայն առաջացած տարիքում։ Քանի մարդը ջահել է, չի կարողանում հասկանալ այս իրողությունը։ Քանի մարդը երիտասարդը կարծում է այս աշխարհի մեջ արժեքավոր բաներ կա եւ իր կյանքը վատնում է դրանց վրա, բայց մի օր ծերության հասկանում է, որ այդ ամեն ինչը ունայն է։ Քրիստոս դրա համար հարություն առավ, որ մենք նորոգվենք, որ մենք նոր կերպ մտածենք, նոր կերպ ապրենք, նոր ապրելակերպ ունենանք, ապրենք ոչ թե մարմնի համար, այլ ապրենք հոգու համար, ապրենք Աստծով, ապրենք երկնքի արքայության, փրկության, հավիտենական կյանքի համար։ Նոր կիրակին էսա։ Եվ սպիտակ, որ ասեց արևմտյան եկեղեցին սպիտակա կոչում, ինչի, որտև Քրիստոս իր խաչելությամբ, իր հարությամբ, իր կարմիր արյունը հեղելով, Զատկին ասում են կարմիր զատիկ, հա, Քրիստոսի արյունն է, հաղթանակն է Քրիստոսի կարմիր, սպիտակեցրեց ամեն ինչ, այսինքն մաքրեց, սրբեց մեղքից, իսկ մաքրությունը, սրբությունը սպիտակով է խորտանշում, սպիտակ կիրակի է, մաքրվել եք Քրիստոսով, սպիտակ ապրեք, այլևս մի կեղտոտեք այն սպիտակը, որ Քրիստոս մեզ հագցրեց, այսինքն մեղքի մասին է խոսքը։ Եվ մեղքի դեմ պայքարելով ապրելու մասին է խոսքը։ Այսօր նորից զատիկ է։ Եվ ամեն կիրակի է զատիկ։ Գիտեք, կիրակին հենց այդպես է։ Շատերը լավ գիտեն ռուսերեն այստեղ։ Ռուսերեն կիրակի ինչ են ասում։ Վասկրիսենիե։ Ինչ է վասկրիսենիեն։ Հարություն։ Ռուսները ամեն կիրակի կոչվում են հարություն, այսինքն զատիկ։ Քրիստոս հարություն առավ։ Մենք էլ ենք այդպես կոչում, գիտեք, ուղղակի այդ կիրակի բառը շատերը չգիտեն։ Կիրակին հունարեն բառ է, որ նշանակում է տերունական օր, տիրոջ օր։ Մեր հայրերն էլ հարության օրը կոչել են տիրոջ օր, եւ այդպես է։ Նախկինում այդպես չի եղել, մինչև Քրիստոսի հարությունը մենք կիրակի չենք ունեցել։ Մենք ինչ ենք ունեցել։ Մեկ շաբթի, հետո եկել է երկու շաբթին, հետո երեք շաբթին, 4 շաբթին, 5 շաբթին, բայց այդ մեկ շաբթի օրը, քանի որ Քրիստոս հարություն առավ, մեր հայրերը այդ օրը կոչեցին կիրակի, այսինքն տիրոջ օր, տիրոջ օրն է։ Ուրեմն ամեն կիրակի հարություն է, ամեն օր հարություն է, եւ այս հարությունը մեզ մի բան պիտի հիշեցնի։ Քրիստոս մեզ համար հարություն առել, որպեսզի մենք էլ հարություն առնենք, այսինքն ինչ է նշանակում հարություն առնել, փոխվենք, մեղքերի մեջ մեռած վիճակից կենթանանանք, մեղքի դեմ պայքարենք, մեղքը հաղթահարենք։ Այս ընդհանուր ինչ որ ասեցի։ Հիմա ես ուզում եմ ավելի պրակտիկ բանի մասին խոսել, այս հարցի շուրջ։ Տարիների փորձը ցույց է տվել, որ եկեղեցում, հիմա դուք բոլորդ բաժանվում եք երկու մասի։ Եկեղեցում երկու տեսակի հավատացյալներ կան։
Հավատացյալներ կան, որոնք կիրակի օրը գալիս են եկեղեցի, պատարագի են մասնակցում ու գնում են, ու էլ կապ չունեն եկեղեցու հետ, գաղափար չունեն այդ եկեղեցում ինչ է կատարվում, ինչ չի կատարվում, կիրակի օր ինչ որ լսեցին ականջի կոչով էտա։ Եվ հավատացյալներ կան, որ մենակ կիրակի օր չեն գալիս եկեղեցի գնում, իրանք այդ համայնքի կյանքով ապրում են։ Եկեղեցին ընտանիք է, եւ եկեղեցին ենթադրում է համայնքային կյանք, եւ դրա մեջ է, որ մարդը կարա փոխվի։ Եթե մարդը գալիս է կիրակի միացի կանում գնում է, ինքը շատ դժվարություն կունենա, որտեվ ինքը ընտանիքի մեջ չի։ Ինքը գալիս է օրը մի անգամ տանը ճաշ ա ուտում ու գնում է, բայց ընտանիքում ինչ է կատարվում, ընտանիքի ինչ հոգս ունի, ինչ խնդիր ունի, ինչ հարցեր կա ընտանիքում, ինքը դրանցից տեղյակ չի։ Մարդ մի անգամ տուն մտնող հաց ուտող գնացող ինչ կա, ինչ կիմանա, ինչ կա ընտանիքում, կամ գալիս է գիշերը քնում, առավոտ վերակենում գնում է, ինքը ընտանիքից տեղյակ չի։ Բայց Քրիստոսն ուզեց, որ եկեղեցին ընտանիք լինի։ Քիչ առաջ այստեղից ընթերցում էր Գործ Առաքելոցի հատվածը, որը խոսում էր առաջի դարի քրիստոնեական եկեղեցու մասին, որի անդամներն էին Քրիստոսի առաքյալները եւ այդ առաջի դարի քրիստոնյաները։ Իրանք ապրում էին համայնական կյանքով, իրենք ապրում էին ընտանեկան կյանքով։ Եվ այս համայնական ընտանեկան կյանքի մեջ է երևում, մենք նորոգվել ենք, թե չենք նորոգվել, մենք փոխվում ենք, թե չենք փոխվում։ Պիտի եկեղեցու մեջ լինի մեր փոփոխությունը, որ հետո էլ այդ փոփոխությունը եկեղեցուց մենք հանենք դուրս հանրության մեջ, հասարակության մեջ, աշխարհի մեջ։ Եթե մենք եկեղեցու մեջ այդ կյանքով չենք ապրում, չկանք հանրության մեջ, չկանք հասարակության մեջ։ Մեզ համար եկեղեցին ընդամենը այդ 2 ժամն է ու դրանից հետո վերջացավ։ Մի քիչ խստացնում եմ գույները, բայց եկեք հասկանանք։ Այսինքն մեր բոլորի հոգևոր կյանքի փորձառությունից հստակ է մի բան, հենց մենք կտրվում ենք եկեղեցուց, հենց մենք սկսում ենք պատարագների չգալ, մենք սկսում ենք նաև աղոթքը պակասացնել մեր տանը, սկսում ենք Սուրբ Գիրք կարդալը թուլացնել կամ ընդհանրապես վերացնել, ու սենց մեկ մի կարճ ժամանակ հետո պարզվում է, որ մենք ահագին հեռացել ենք Աստծուց, հավատքից։ Այսինքն եկեղեցու ներկայությունը շատ կարևոր է, որ մարդը եկեղեցու մեջ լինի։ Որովհետև եկեղեցին Քրիստոսի կողմից հիմնվեց որպես փրկության միջոց։ Հիմա, գիտեք, մարդիկ կան, որոնք նույնիսկ ընդհանրապես կի պատարագի էլ չեն գալիս, չէ՞։ Մեկ էլ 6:15, 20 կամ 6:30 կգան, կտեսնեն եկեղեցու դուռը փակ է, այսպես կվրդովեն, կասեն, այս եկեղեցու դուռը ինչի է փակ։ Ասում ենք, դե ժամը վերջացել է, փակվել է, չի ասում, եկեղեցին պետք է չփակվի, եկեղեցու դուռը պետք է փակ չլինի, պետք է 24 ժամ բաց լինի, որ մարդը երբ ուզենա գա։ Բայց մարդը կապ չունի եկեղեցու հետ, կյանքում ոչ մի անգամ պատարագի չի մասնակցել, կարող ասկի մկրտված էլ չի, հայրմեր չգիտի, խաչակրկվել չգիտի, բայց ասում է եկեղեցու դուռը ինչի համար բաց լինի։ Բաց է, ամեն օր բաց է։ Մենք ամեն օր ներկա ենք եկեղեցում։ Եկեղեցին Աստծո տունն է։ Եկեղեցին Աստծո ներկայությունն է, ժողովուրդ ջան։ Մենք ինչքան եկեղեցում քիչ ենք լինում, այնքան Աստծո ներկայության մեջ քիչ ենք լինում։ Շատ շատերը նույնիսկ շատ բան չիմացող, շատ եկեղեցական կյանքից շատ բան չհասկացող մարդիկ վկայում են, ասում են անհանգիստ է, վրդովված է, խռով կար հոգուս մեջ, գնացի անցած օրը եկեղեցի, մի կես ժամ նստեցի, խաղաղվեցի, դուրս եկա։ Ինչի՞։ Որտեվ Աստծո ներկայությունն է։ Աստծո ներկայության մեջ մարդը պիտի խաղաղվի։ Այսինքն Քրիստոս հարություն առել, որ մենք
փոխվենք։ Մենք 20 տարի է եկեղեցի ենք գալիս ու չենք փոխվում, նույնն ենք։ Ինչի՞։ Որովհետև այդ կյանքի մեջ չենք։ Որովհետև մենք գալիս ենք ու գնում ենք, գալիս ենք ու գնում ենք, մենք չենք ուզում մտնենք այդ կյանքի մեջ։ Հիմա այսօր պատարագի վերջում զատկական սիրո ճաշ ենք անելու։ Բոլորի դա այստեղ բոլորին հրավիրում եմ, եկեք միասին սիրո ճաշի։ Մի մասը կմնան, մի մասը կթողնեն կգնան, որտեղ իրենք ավելի կարևոր գործեր ունեն։ Եկեք սիրո ճաշի սեղանի շուրջ պիտի մի կտոր հաց կտրենք եւ միասին զրուցենք, խոսենք, շփվենք, հարաբերվենք, այնտեղ կերևա, մենք ինչքանով ենք քրիստոնյա։ Այնտեղ կերևա, ամեն մեկս մեզ առաջ ենք գցում, թե կողքինին ենք առաջ քաշում։ Ավետարանն ասում է, երբ որ քեզ կհրավիրեն միտեղ, մի գնա նստի սեղանի գլուխը, գնա նստի սեղանի պոչին։ Հիմա որ գնանք սիրո ճաշի կերևա, ով ավետարանի այդ սկզբունքը պահում, ով չի պահում։ Ասում է մենակ քո մասին մի մտածի, ընկերոջդ մասին մտածի։ Կտեսնենք, ով է մենակ իր մասին մտածում, ով է նախընկերներին հյուրասիրում, հետո ինքը օգտվում։ Պրիմիտիվ բաներ եմ ասում, բայց այս պրիմիտիվ բաների մեջ է մեր քրիստոնյա լինել չլինելը։ Ով է բազմում սեղանի շուրջ, ով է սպասավորում սեղաններին։ Քրիստոսն ասում է, ով է մեծ, սեղան բազմողը, թե սպասավորողը, բայց ես եկել եմ որպես սպասավորող ձեր մեջ։ Այսինքն, այս որ ասում ենք նոր կիրակի, նորոգվել, փոխվել, վերացական բաներ չեն։ Մեր կյանքի ամենօրյա ամենատարական իրողությունների, քայլերի մեջ երևալու։ Մենք փոխվում ենք, թե չենք փոխվում։ Մենք նորոգվում ենք, թե չենք նորոգվում։ Մեր մտածելակերպը, մեր վերաբերմունքը մարդկանց, աշխարհին, իրողություններին, երևույթներին փոխվում է, թե չի փոխվում, թե էլի նույն վիճակի մեջ ենք մնում։ Քրիստոս միայն դրա համար է հարություն արել, որ մարդը փոխվի։ Աստված իր խոսքով ստեղծեց տիեզերք, ասում է, բանն Աստծո մոտ էր եւ բանն Աստված էր, եւ ամեն ինչ նրանով եղավ, եւ առանց նրա ոչինչ չեղավ, կյանքը նրանով էր։ Աստված ստեղծեց Քրիստոսով ամեն ինչ։ Հետո էլ նորից Քրիստոս եկավ, որպեսզի իր ստեղծագործությունը վերափոխի, վերանորոգի, կենթանացնի։ Ձմեռվա քնից արթնացնի մեզ, գարնան լույսը հագցնի։ Քնած վիճակից լույսի կանչի, արթնության կանչի։ Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծ ավետիս։